Սամվել Կարապետյանի թիմակիցները փորձում են ներկայացնել, որ իրենք շատ ուժեղ մարդիկ են, ուժեղ առաջնորդներ են, մենք էլ թույլ ենք։ Հիշեցնեմ, սա այն նույն Տաշիր Սամվելի, Սամվել Կարապետյանի մասին է խոսքը, որը 44-օրյա պատերազմի օրերին Ռուսաստանում անգամ դուխ չարեց պաշտպանել Հայաստանին, պաշտպանել Ղարաբաղին, հայտարարությունով ընդամենը, այլ դրա փոխարեն ընդամենը կողմերին կոչ անող ինչ-որ տեքստ եղեց, որտեղ հավասարության նշան էր դրված Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև, ինչևէ, այս նույն մարդու թիմակիցները այսօր փորձում են ներկայացնել, թե իրենք շատ ուժեղ են, իսկ մենք թույլ, ու դա ապացուցելու համար վերջերս նաև նրա եղբորորդին, հարգարժան Նարեկ Կարապետյանը, գրեթե միայնակ մտել էր մի սենյակ, որտեղ փակցված էին միանգամից 6-7 ՔՊԱ-կանի նկարներ, ու հերոսաբար այդ 6-7 նկարների հետ բանավեճում հաղթող դուրս եկավ, շատ ուժեղ, ու տենց հաղթանակած հեռացավ։ Նարեկ ջան, հարգելի պարոն Կարապետյան, եթե մտել ես մեծերի լիգա, արի բանավիճենք։ Քաղաքականության մեջ նկարների հետ բանավիճելով ուժը կամ կարողությունը ցույց տալ չես կարող։ Արի ինձ հետ բանավիճ։ Ես ու դու։ Ուզում ես ես ու ծերոնցից 5 հոգի ներառյալ դու։ Ուզում ես հանրային հեռուստաընկերությամբ, ուզում ես Ազատությունով, ուզում ես Ֆակտոր TV-ով, ուզում ես ձեր դաշնակից Քոչարյանի 5-րդ ալիքով։ Միայն արի։